Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները դեռ շարունակվում են, ամենահետաքրքիր ու ինտրիգային սերիաները դեռ առջևում են։ Հենրին իր ներսում բոցավառված զայրույթով հեռանում է Աննայի տնից։ Նրա աչքերի առաջ դեռ կանգնած է այն տեսարանը, որը թվում է կործանեց ամեն ինչ։ Նա տեսավ մորը Աննային Սոսի հետ միասին համբուրվելիս։ Այդ պատկերն այրվում է նրա գիտակցության մեջ և որքան էլ փորձում է մոռանալ, չի կարողանում։ Հենրին իրեն դավաճանված է զգում, խաբված ու նվաստացած։ Բայց իրականում հենց Հենրին է սխալ, երբ ասում է, որ երբեք չի ների, որ նա այլևս իր մայրը չէ և այլն։ Նա մոռացել է ամենակարևորը, որ հենց Աննան է տարիներ շարունակ եղել խաբվածը։ Նա երբեք չի իմացել, որ իր ու Սոսի աղջիկը ողջ է, երբ տարիներ առաջ Միքայելը նրան համոզել է, թե երեխան մահացել է ծննդաբերության ժամանակ, Աննան ապրել է մի ամբողջ կյանք այդ գեղձիքի ստվերում։ Եվ հիմա, երբ ճշմարտությունը լուռ հասնում է Հենրիի ձեռքերին, նա էլ լուռ է մնում։ Նա գիտի, թե որտեղ է Աննայի ու Սոսի դուստրը, բայց չի համարձակվում խոսել։ Նա հասկանում է, որ եթե Աննան իմանա ճշմարտությունն, ամեն ինչ կփլուզվի։ Միքայելն իր հայրն է և նա դեռևս հավատում է, որ պետք է պաշտպանել նրան, սակայն իրականում այդ լռությունը դառնում է նոր դավաճանություն, այս անգամ ոչ թե Աննայի, այլ սեփական խղճի նկատմամբ։ Հենրին չի գիտակցում, որ Աննան ոչ մի բանում մեղավոր չէ, նրա և Սոսի հանդիպումը պատահական էր, իսկ համբույրը վայրկենական սխալ, որը նա իսկույն մերժեց։ Աննան դեռ սիրում է իր ընտանիքը և պատրաստ է զոհաբերել սեփական երջանկությունը հանուն խաղաղության, բայց Հենրին դա չի տեսնում, նա ապրում է իր ենթադրությունների աշխարհում։ Միքայելը սկսելու է կասկածել, որ Հենրին ինչ-որ բան է տեսել ու իրենից թաքցնում է։ Նա նկատում է, որ Հենրին փոխվել է, լուռ է, խուսափում է հայացքներից։ Նրան անհանգստացնում է նաև Աննայի և Սոսի անվերահսկելի մերձեցումը, և երբ ի վերջո պարզվում է, որ Հենրին նրանց միասին է տեսել, Միքայելը հաստատ որոշելու է իսկապես անցնել գործի։ Նա հասկանում է, որ իր կառուցած ստերի պատը սկսում է ճաք տալ և փորձում է նոր միջոց գտնել՝ պահպանելու իր իշխանությունն ու ընտանեկան պատիվը։ Բայց Միքայելի քայլերը երբեք պարզ չեն լինում։ Նա կարող է թաքուն վկայություններ ոչնչացնել, մարդկանց լռեցնել կամ ստեղծել նոր կեղծ պատմություն իր մեղքը թաքցնելու համար։ Այժմ ամեն ինչ կախված է Հենրիից։ Նա կանգնած է երկընտրանքի առաջ՝ կամ վերջապես բացել ճշմարտությունը և ազատել Աննային, կամ շարունակել լռել և վերածվել իր հոր նման մարդու խաբվածների և խաբվողներից մեկի։ Հենրիի լռությունը դառնում է ամբողջ պատմության առանցքը։ Նա հավատում է, որ պաշտպանում է մորը, բայց իրականում նրան կորցնում է, իսկ Աննան դեռ չի հասկանում ինչու է որդին հեռացել, ինչու է նրան դադարելու մայր կոչել, չէ՞ որ Աննան Հենրիին մեծացրել է հարազատ երեխայի նման, և այսքան ժամանակ Հենրին որևէ տարբերություն չի զգացել։ Միքայելը պատրաստվում է նոր քայլի, որը կարող է փոխել բոլորի ճակատագրերը։ Նրա ծրագրերը մութ են, ինչպես միշտ, իսկ Աննայի ճակատագիրը դեռ կախված է մի մարդուց, իսկ այդ մեկ մարդը Միքայելն է, ով վերջապես պետք է փորձի ուժ գտնի իր մեջ ու Աննային պատմի ողջ ճշմարտությունն Անգելինայի հետ կապված։ Աննան վերջապես պետք է իմանա, որ տարիներ առաջ իր կորած երեխան հենց Անգելինան է։ Բայց դեռ Միքայելին հաջողվում է Աննային խաբել ու հավատացնել, որ իր երեխան մահացել է։ Իհարկե, Հենրին ամեն ինչ գիտի։ Հենրին հիմա չի ցանկանում ներել մորը, բայց չի հասկանում, որ հենց ինքն ու հայրը ներման կարիք ունեն։ Չէ՞ որ երբ Աննան պարզի ճշմարտությունը, նա երբեք չի կարողանա նայել Հենրիի աչքերին այնպես, ինչպես նայել է մինչև հիմա։ Չէ՞ որ Հենրին ոչ միայն իրենից, այլ Անգելինայից էլ է թաքցրել այդ ճշմարտությունը՝ սիրելով Անգելինային։ Հենրին նախ առաջինը չպետք է ներեր Միքայելին։ Հենրին չպետք է ներեր իր հորը միայն այն պատճառով, որ հիմա երջանիկ չէ, ու Անգելինայի հետ ամուսնանալու փոխարեն նա ամուսնացավ Բետիի հետ։ Եվ ինչպես նա խոստովանեց Անգելինային, նա երջանիկ չէ Բետիի հետ։ Չէ՞ որ այդ ամենի հեղինակը հենց Միքայելն է, ով չպետք է ներվեր հենց Հենրիի կողմից, քանի որ նա խաբել է, որ Անգելինան իր քույրն է, ու այդ պատճառով Հենրին որոշեց իր կյանքը կապել Բետիի հետ։ Այնուհետև, երբ ստացավ հաղորդագրությունը, որ ինքն ու Անգելինան որևէ արյունակցական կապ չունեն, տեղի ունեցավ վթարը, որը ճակատագրական եղավ Բետիի համար։ Ինչքան էլ Բետիի կերպարը լինի չսիրված, բնականաբար Հենրին ու Անգելինան են եղել Բետիի դժբախտության պատճառը։
Հենրիի պատճառով վթարի ենթարկվեցին ու պետին կորցրեց ամբողջ կյանքում երեխա ունենալու հնարավորությունը, և այդ մեղքը Միքայելի վզին է, քանի որ հենց Միքայելի ստերի պատճառով է, որ Հենրին չկարողացավ լինել իր սիրած աղջկա կողքին ու որոշեց, որ պետք է ամուսնանա Բետիի հետ, քանի որ իրեն թվում էր, որ այլ տարբերակ ու լուծում չկա։ Դե ինչ, մինչ կպարզվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, դուք էլ միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թող քո հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ գրիր, արդյոք Աննան կների Հենրիին, երբ իմանա, որ Հենրին այսքան ժամանակ իմացել է ճշմարտության մասին ու խաբել է ու չի ասել այդ մասին իրեն։ Դե ինչ, սպասում ենք։